Ալո, բարև ձեզ սիրելի ժողովուրդ, որ ասում մենք այստեղ ենք տեխնիկական պատճառներով պայմանավորված մի փոքր ուշացումով մեզ կներեք, բայց դա մեզից կախված չի։ Տեխնիկայի երկիր է, բայց տեխնիկան նեմ է։ Ինչևից է, մենք ուղիղ եթերում ենք եւ պատրաստ ենք պատասխանելու, ոնց որ ասում է, մեր հայրենագիտներին հուզող հարցերին։ Եվ այսպես խնդրենք մեր ադմինին թող միացնի միկրոֆոնները, եթե ունեք հարցեր, խնդրեմ։ Վարդան Ղուկասյանը եթերում է։ Դա կարևոր է։ Ալո։ Ահա, լսում եմ։ Բարև ձեզ, բարոն Ղուկասյան, նորից շանթ եմ, ես ուրախ որ ինձ հնարավորություն ունեցած խոսելու, չնայած նախորդ մի քիչ բարձր խնդրում եմ։ Ինչպես։ Մի քիչ բարձր, դեռ ձայնը հեռվից է գալիս։ Լավ, հիմա լավ է ձայնը։ Հիմա լավ է, ասեք։ Ասում եմ, որ ուրախ եմ, որ նորից հնարավորություն եմ ունեցել ցեզ հետ խոսելու, չնայած նախորդ լայվին նորից խոսացել էի։ Նախ ուզում եմ ասել, որ ինքս չափազանց մեղավոր եմ զգում ամեն օրվա համար, որ առանց քո ազատ արձակվելու շարժում չեն անում հավելյալ։ Չնայած որ դոկտուսացիան անգամ չեմ ինքս, բայց մտածելով, որ դու ավելի լավ գիտես, ինչ կայլ պիտի արնվի եւ երբ պիտի արնվի, այդ նպատակով ես հետևում եմ դոկտուսացիան լրատվականին եւ պատրաստ եմ որևէ ժամանակ որ գոչարվի այդ գոչին արձագանքելու, քանի որ արդարի ողքին չգանքնելը համարում եմ, որ ինքնին անարդարություն է եւ չարին գողին լինելը։ Միաժամանակ շատ հուզում է, ինչու մեր ժողովրդի մի մասը այսօր հայրենիքի արժեքը լավ չի իմանում, բարոն Ղուկասյան։ Եվ դրազեմ, որ այս ամենը եղած է առաջին օրեն, անդրախության օրեն, որով մեր ժողովուրդը անդրախության չի վճարել։ Անդրախությունը այս ժողովրդին իմ կարծիքովս, այսպես ասած, մաղդուցվել է ոսկի ափսեով։ Իրենք մեր անգամից դարձել են ազատ անդրախ Հայաստան, այսպես ասած։ Պատճառը այն է, որ մենք այս օրին ենք հասել։ Քանի որ ժողովուրդը չի վճարել անդրախության։ Եվ ինչպես ասում են, բանի որ քինը չես վճարել, դժվար է արժեքը հասցնես։ Այդ օրվանից ի վեր վերևի խավից ստսյալ մի մասը միջև ժողովրդի սովորական քաղաքացիների մի մասը ապրել եւ մեծացել են խարդախության, խաբեբայության, իրենց հայրենալիցների փոսը փորելու եւ հայրենի թավաջանելու վրա։ Բայց նախքան ուրիշների մեղքերը այսպես նշելը պետք է ընդունենք մենք որպես բարոն Ղուկասյանի աջակիցներ, որ մենք շատ թերություններ ունենք։ Չենք բարված այնպես, այսինքն շատ անգամ բավարարվելով միան խոսքով աջակցելով։ Մենք այսինքն բարոն Ղուկասյանի աջակիցներն են։ Էլի բավարար չէր։ Մենք այստեղ շատ մեծ թերություններ ունենք։ Մեր հիմա քոնը այսօրվանից սկսյալ բոլոր պարադիցներով եթե չսովորենք, որ ամեն ինչ մի կողմ պետք է տնենք հայրենիքի բրդության համար, եթե չսովորենք, որ մեղք ունի, բարին փունի մասկով մեղք ունի, անձնարան կյանքի շահի մասին մտածելը, երբ հայրենիքը վտանգի տակ է, եւ այսօր վտանգի տակ է։ Եթե այսպես պիտի շարունակենք, ուրեմն թող շնորհավորը լա որևէ թշնամուն, որ աչք ունի Հայաստանի Հանրապետության վրա։ Քանի այդ բարակային ասել է, որ մենք արժանի չենք այլևս մի երկիր, մի ժողովուրդ ճարանքել, որ ունի 6000 տարվա պատմություն եւ մշակույթ։ Անկախությունից ի վեր է ասացել, անկախությունից ի վեր ղեկավարվել է Հայաստանի Հանրապետությունը ախորի նման։ Ղեկավարները ինչքան ծանոթներ ունին, ինչքան դաշակ վճարողներ ունին, բերեր հատ լցրել են պետական պաշտոններում։ Նրանք իրենց կարգին ինչքան դրսեր են, իրենց դեղգոտ սերտերը մխրճել են Հայաստանի Հանրապետության հարստության քրբանը թողացել են ինչքան գնան եւ իրենց անձնարան հարստությունն են ուդարել։ Այսպես դուք շատ ճիշտ ամեն ինչ ներկայացրեցիք։ Անկախությունը ժողովրդի գլխին ոնց էին ասում Աստվածաշնչի մեջ, Աստծո մանանայի նման վերևից ընկել է։ Այս ժողովուրդը
Չգիտի ինչ է նշանակում անկախություն, չի կռվել, չի զոհվել եւ այլն։ Անկախություն չգիտե։ Այս Ղարաբաղն ուզում էին անկախ լինել։ Ղարաբաղն ասում էր ես Հայաստանի կազմը մտնողը չեմ։ Հիշում եք Ղարաբաղի ժողովրդի մոտեցումը, Ղարաբաղի կառավարության ժողովրդի մոտեցումը, ղեկավարության։ Մենք պիտի անկախ լինենք։ Եթե Ղարաբաղը վաղուց միացված լիներ Հայաստանին, այս խնդիրը չէր լինի։ Ինչ է լավ։ Ադրբեջանն եկավ, սիրուն վեգալաց, ասեց 3 մատների ամբողջականություն քեզ, թե դու կլնես անկախ։ Առանց պատերազմի, առանց կռվելու, առանց դիմադրություն ցույց տալու Ղարաբաղի ժողովուրդը 1 միլիարդ ու կես դոլարի սպառազինություններ նվեր տալով Ադրբեջանին, մի գիշերվա մեջ հավքին իրանց եղած չեղածնու հռ դեպի Հայաստան։ Ղարաբաղն էլ տվին, իրանց նախների գերեզմանով եւ այլն եւ այլն։ Վերջացավ։ Այսինքն նա պիտի ասեն Հայաստանը մեր կողքին չէր, որ մենք դուք միլիարդ ու կես դոլարի զենք ունեք, եթե անգամ Հայաստանն է ձեր կողքին չլինի, դուք ամեն ինչ ունեք, դուք հանգիստ կարաք դիմադրություն ցույց տայիք։ Իսկ ձեր Ղարաբաղի վերնախավը ամեն ինչ դզես փչեց, որ պիտի թալանել գա Հայաստանում վայելի, ստեպ պետք է ասեմ շնորհակալություն ռուսական կողմին, կալանավորեցին ամբողջ Ղարաբաղի ղեկավար կազմին, տվին ադրբեջանցիներն ասին տարեք, արեք մորմշ։ Հիմա էլ տանեմ, անում են մորմշ եւ շատ ճիշտ են անում, դա պիտի ստապկեն։ Հիմա ինձ է ուզում է թող ինձ նայել, բայց դրանք հանձնին Ղարաբաղ։ Հիմա Հայաստանի հերթն է։ Այս ժողովուրդը, Հայաստանի ժողովուրդը, ինքը չգիտի ինչ նշանակում անկախություն եւ հիմա կարող է դուք մեզ չհամաձայնվեք, բայց հայ ձեռը անկախություն տալ ասել երկիր ղեկավարի, ես ավելի քան համոզված եմ, չի ստացվելու։ Եթե հիմա ինչ-որ կգա մի հատ նորմալ, ասենք, չգիտեմ, հրաշքով կգա մի նորմալ ղեկավարություն, մի 10-20 տարի հետո պատալուկ այդ ղեկավարությունը գնալու է, ոչ մի իշխանություն ավիտյան չի։ Կգա մյուս ղեկավարությունը, ու էլի միանշանականի էլ ինչ-որ արեցին է սրանք երկիր պահել չգիտեն, սրանք պետական մտածելակերպ չունեն, ոչ ընդդիմությունը, ոչ իշխան, ով եկել է գրթե, չրթե, իա բջերի, համա Հովիկ Աբրահամյան, ծորով ապահովացա։ Այնտեղ են գազի վարդան, ծորի այդ ապահովացա, Ռոբիկը, Սերժիկը, մյուսները, իրանց սաղ, հələ ու հել ուզում են լապեն, այ մարդ կշտանալ չկո։ Սրանք կշտանալ չեն հասկանում, ես չեն էլ հասկանա։ Սրանք կշտանալ կհասկանան այն ժամանակ, երբ որ Հայաստանում կլինի 1937 թիվ, որ դնեն սաղին կուլակա թափանեն, շարանգներով հանդերձ լցեն բերդերը պտսնեն մեդները թունեն հազար անգամ ներողություն, նոր սրանք կհասկանան, որ չի կարելի կպնել պետական ունեցվածքին։ Կպար պետական ազգային ունեցվածքին տնով, տեղով քեզ պիտի ծախսնեն։ Այտենց պիտի, այտենց ֆանատիկ, ռադիկալ, դահիճ գոյություն չունի բացի Վարդան Ղուկասյանից։ Որովհետև սրանք ասում են, նայեք Տարոն Մարկարյան 7 հատ բիճա ցրթե, այդ 7 բջերը սախին պիտի ամուսնացնի, ամեն մեկի հարսանիքը գոնե մի $300,000 պիտի լինի, ամենա չթվերն եմ ասում, այդ ամեն մեկը խնամի, այդ խնամիները ծնունդ ունեն, քելեխ ունեն, թաղում ունեն, ատահատիկ ունեն, աներոջ ծնունդ, նա չգիտեմ, եգանից, այդ սաղ ծնունդները դոլար, այդ որտեղից քաղաքապետի քծիբ աշխատավարձով չի լինի, նույն է, այսինքն, այդ նույնը հիմա շարունակում են սրանք, երեկվա բոմժերը, Աննա Բոլինի աղբերը, որ խմբագության Բոլին էր կնում, այսօր Ամերիկա տուն ունի, այսօր Ռուսաստան, Եվրոպան ես դու որտեղից։ Ատուց, իսկ ես երկիրը, այս երկիրն էլ, գողի, բոզիկ երկիրա, ինչքան շատ թալան ես բերես այս երկրում, բացես կապիտալ, կեզ որ մոտ չի գասի, ես կեզի որտեղից։ Հասկանալը, դրա համար… Այդ օրենքը չի կողմ։ Այդ ամբողջ բանը նրանում է կայանում հարգելիս, որ ստեղ պետք է քին մաքրում, քին չի սկա, ուրիշ այդպես իշխանություն չկա, ուրիշ այդպես քաղաքական գործի չկա, որ ասում է ես եկա, ալնելու է 37 թիվ, ես չեմ խափում, պիտի լինի 30, ուրիշ տարբերակ չկա, չէ, այո, դուք շատ ճիշտ ասեցիք, շնորհակալություն, այսինքն այն թշնամու բախը կբերի, որ այս երկիրը կվեկալի, ես այսօր նայում եմ ամեն ինչ տանում է դեպի դրան, իսկ եթե պիտի երկիրը դառնա ադրբեջանական վիլայետ կամ թուրքական վիլայետ, ավելի լավ է դառնա ռուսական կամ պարսկական վիլայետ կամ գուբերնիա, կամ թե վիլայետ։
Այսպես կին վճարելու են։ Ավելի լավ է այսօր մենք երդի ունենալու կինը վճարենք, կամ ախորին կինը վճարենք։ Այսօր հայրենիքը Դու վճարել ես քո ժողովրդի, այսօր Հայաստանի ժողովրդի շատ անգամ ներողություն, սեռական օրգանիզմին չի թե ինչա կատարվում։ Մարդը գիտակ ծմավորի կվաղը սովից սատկելու է, գնամ ընտրմալի կոլ։ 100,000 դրամը վեկալը մա գնամ ընտրմա հացաբուտ կեղենչաս մեծ 100,000 այսօր լապի, վաղն ինչ եմ անելու։ Թաքսա ուտելու, այդ ալնելու։ Հաջորդ հարց։ Ալո։ Այո։ Ալո։ Юрикович. Здравствуйте. Ուրեմն սա մենք գիտենք, որ այս անկետից տեղափոխել են դեկետը։ Հիմա դու հիշում ես Բիսեդկեքում, Երևանի Բիսեդկեքում, որ բլոտ են խաղում, այնտեղ իշմար էին տալի։ Հիմա դու կարում ես իշմար տաս, ասենք որ պրիչալում են քեզի տարեթ հողը, որ ես 2 շաբթի 3 շաբթի օրը գամ մտե քեզի սպիդյան կանեմ։ Այստեղ ուրեմն ստիպը առանձնապես գաղտնիք չկա էլ որ ես իշմար տամ, բայց ստեղ սվիդալի գոյություն չունի։ Այդպես ասեմ, անգելի ժողովուրդ։ Չկա գոյություն չունի, որ որ ասում է դարագույն մալչիկ, դրա տակ պահում են, պին, ոչ մի սվիդանի, ոչ մի բան, ասենց ասած, խիստ վտանգավոր հանցագործի նման Վարդան Ղուկասյանի պահմի չես Վարդան Ղուկասյանը հանցագործ չի, Վարդան Ղուկասյանի դատական վճիռները չեղարկվեց, Վարդան Ղուկասյանը կռիվան է հիմա որ այս երկրից գնա, եթե այն ժամանակին վրա կախված է դեպորտացիայի մասին, այդպես ասած, վճիռը, հիմա մենք այդ վճիռը չունենք, թազանոր պիտի նորից տակ սկսվի, հələ ուր է սեպտեմբերի մեջ, մենք էլ ասում ենք եղբայր, որպեսզի այս պետությունը գումար չծախսի մեր վրա, մենք գումար չծախսենք այս պետության վրա, մենք թողեք էթը մենք ձեր երկրից։ Հիմա խոմ դեպորտ չունենք, հիմա պետությունը լուր է, դե չի հանում, մեռանք զանգելով, նամակ գրելով, ասում եք ընկեր դատախազություն, ընկեր բանը Department Homeland Security, բաց էթը մենք, դե չկա, այդպես մորդ գոյություն չկա։ Ես չեմ դուք եք հասկացեք, թե այս պետությունը մեզից ինչ ուզում վախում են։ Ես չի կարա պատկերացնել, որ այս երկրի նման երկիրը կարա Վարդան Ղուկասյանի անձից վախենալ։ Եղավ, Յուրիկովիչյան, եղավ, լավ։ Հա, լավ, ստեղ չկա տեսակցություն։ Նա։ Հաջորդ։ Ալո։ Այո։ Վարդան, բարի երեկո։ Հա։ Բարի Ալո։ Լսում եմ։ Слышу. Են պագազի մեջ։ Ալո, լրություն կողեց։ Հաջորդը։ Պաշտպանավ։ Ալո։ Լսում ենք։ Վարդան ջան, բարի երեկո։ Բարի լույս, մեր մոտով։ Լսում եմ։ Եթե կարելի է ցանկություն կա մի հատ, մանալոգի չվերացվի, քանի որ քո ժամանակը շատ սուղ է։ Մարդիկ թող այդքան երկար չծավալվեն, կոնկրետ հարց տան, դուք կոնկրետ հարցին պատասխան տաք։ Հիմա իմ հարցը Նախ եւ առաջ կուզեմ իմանամ ոնց է քո առօրյան անցնում, ոնց է քո մարտական տրամադրությունը, ու եթե կարելի է մի երկու բառով նախընտրական ծրագրի մասին խոսքերից մասին, որ ասես լավ կլինի, ինչքան գիտեմ համագործակցում է Արշակ Կարապետյանի հետ ու Պարույր Հայրիկյանի հետ, ինչքանով է դա քեզ անհրաժեշտ ու ասենք ինչ պաշտոնների դու այդ մարդկանց տեսնում, որ իրանք ուզեցել են քո հետ համագործակցեն։ Նախապես շնորհակալություն Արտուր Չարբախից։ Շատ հաճելի Արտուր Չարբախից։ Իմ առօրյան ասում եմ նորմալ, մարտական տրամադրությունը մնացել է նույնը, չնայած նրան, որ 17 ամիս գտնվելով մեկ այլ համակենտրոնացման ճամբարում, ուրիշ կերպ ես դա չեմ անվանում, դա բառից բուն իմաստով համակենտրոնացման ճամբար է, կարելի է համեմատել Օսվենցումի հետ, մի տարբերությամբ, որ այդտեղ մարդկանց չէին վառում, կամ գազի կամերաների մեջ չէին խեղդում, մնացածը ածին-վազին։
Եթե որ ասում ինձ ընդերից ճանապարհեցին սա փոխչուններով, որ ես կարողացա 17 ամիս դիմադրել իրանց բոլոր էքսպերիմենտներին, բոլոր փորձերին, բոլոր տանջանքներին, որը որ իմ գլխին իրանք բերեցին։ Դա գաղտնիք չի, որ ես նաև դատի եմ տվել այդ համակենտրոնացման ճամբարին, նայեք տնենք ինչով կավարտվի, բայց ես ինքս էլ վրա զարմացած եմ, թե ես ոնց դիմացա այդ ամեն ինչի միջով անցնելուց, բայց դե ուրեմն մալադեց Վարդան Ղուկասյանին, դիք մեկ, երկրորդ, հա, մարտական ամեն ինչը նույնն է, ոչ մի բան չի փոխվել, ոնց կային կատղած շուն, այտենց էլ մնացել են կատղած շուն ժողովրդական լեզվով ասած։ Ուրեմն ինչ վերաբերում է Պարոն Հարիկյանին եւ Աշակ Կարապետյանին, ես ոչ Պարոն Հարիկյանին, ոչ Աշակ Կարապետյանին ոչ մի պաշտոն խոսք չեմ տվել եւ չէի կարող տալ։ Պարոն Հարիկյանը զուտ իր այսինքն մեր եւ իր նախաձեռնությամբ պարոն Բաղդասարյանի առաջարկով միացել էր մեզ, որովհետեւ ես կողմ էի պարոն Հարիկյանի գրած սահմանադրությանը, որը որ այդտեղ որ ասում է լրիվ դեմոկրատական, լրիվ ազգային սահմանադրությունը, որը որ գրված է եղել դեռ վաղուց, այն որ ասում է մի 40-50 տարի առաջ այդ մարդը գրել է եւ այնտեղ ահագին կետեր կար, որը ինձ համար շատ ընդունելի էր։ You have 1 minute remaining. Մեր ժամանակը մի րոպեից ավարտվում է, խնդրում եմ մնացեք գծի մեջ, ես հեսա մի փոքրանց նորից կվերադառնամ ուղիղ 1 րոպեից, որտեղ 15 րոպեն 1 է, ստեղ էլ է 15 րոպեն 1 թույլ տալի խոսալ, ոչ ավել։ Էս է գալիս։ Ալո, հա, մենք վերադարձանք։ Իսկ ինչ վերաբերում է Աշակ Կարապետյանին, նորից ասեմ, որ ոչ մի պաշտոն մենք իրեն խոսք չենք տվել, առավել ևս իր թմին եւ ընտրությունների ավարտից անմիջապես հետո, այն որ ասում է разошлись как море кораблей։ Բայց օգտվելով ընձեռված ոնց որ ասել հնարավորությունից եւս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել Պարոն Հարիկյանին, որովհետեւ ճիշտ է մեր մեջ եղել անախորժություն, բայց այդ մարդը հասկացավ, որ պետության գին ավելի բարձր է, քան անձնական ամբիցիաները։ Բայց եւ այնպես, նույնպես եմ ասում, այդ մարդը ոչ մի պաշտոնի ակնկալիք մեզնից չի ունեցել, իր ամբողջ նպատակը իր գրած սահմանադրությունը մի գեղեցիկոր իր կենսանության օրոք ուժի մեջ տեսնելն է, բայց չհաջողվեց, նորից չհաջողվեց, որովհետեւ ժողովուրդը նախընտրեց շալվարով, լիպչիկով, մայկա տրոսիկով գնալ ձեն տալ, այսինքն մի հատ շալվարի դիմաց կամ մայկա տրոսիկի, կամ չգիտեմ ինչի դիմաց գնալ նիկոլականներին ձեն տալ, հիմա էլ ընկել են փողոցները, քուչեքը, մեր բիզնեսնիկը, մեր ապրանքնիկը, մերեն։ Դե գնացեք ձեր տված ձայներով էլ, ումը որ ձեր եք տվել, հետմասեք ձեր բիզնեսների, տնտեսության, օրվա հացի մասին եւ այլն մտածեն, նայենք դնենք ինչ ալում։ Այս կանը։ Հաջորդ։ Ալո։ 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 Զգլորուսն կողեց։ Այո։ Լսում եմ։ Ալո։ Այո, լսում եմ։ Պարոն Ղուկասյան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Ղուկասյան, շատ ուրախ եմ ձեզ անչափ լսելու ու ես ձեր շատ արողն եմ, ձեզ շատ հարգող, սիրող։ Շնորհակալություն։ Իմացեք, ես ձեր կողքին եմ միշտ հնարավորին չափով հետևելով ձեր էֆիրներին, ձեր խոսքերին, ամեն ինչ ինձանից հասնում է, ես կարում եմ ու ցանկություն եմ մեծ հայտնում, անում որպեսզի 1 րոպե շուտ ձեզ ազատության մեջ տեսնենք։ Ու դրանով մեկտեղ ուզեի իմանալ ինչ նորություններ կան ձեր շուտապույտ ազատման վերաբերյալ, լինելու է վերջապես այդ արդարադատությունը, մենք իմանալու ենք ձեր ազատության մասին, թե ոչ մի երկու խոսք հասկանալու համար։
նորից բացատրեմ, ուրեմն դուք գիտեք, ոչ ոքի համար գաղտնիք չէր, որ այս երկրի էմիգրացիոն դատարանը որոշում էր կայացրել Վարդան Ղուկասյանին, այսպես ասած, արտաքսել Միացյալ Նահանգներից։ Մենք էլ ասել ենք շատ ուրախ ենք, մենք պատրաստ ենք արտաքսելու, բայց այն երկիրը, որը որ ուզում ենք մենք եւ որը որ գրված է դատարանի կողմից նշված երկրների ցուցակում։ Բայց այս երկրի իշխանությունը ասեց ոչ, դուք չեք կարող գնալ այս երկրից, եթե ուզում եք գնալ, գնացեք մենակ Հայաստան, ուրիշտեղ չեք կարող այդտեղ։ Մենք իմ փաստաբանական թիմը բողոքարկեց առաջի արձանի միգրացիոն դատարանի որոշումը եւ 9 ամիս անց վերաքննիչ միգրացիոն դատարանը ասեց առաջի արձանի միգրացիոն դատարան դու գործը սխալ ես քննել, նորից քննի, հիմա նորից է տաղացկել, նորից քննելու, բայց քանի որ հիմա մեր վրից հանված է դեպորտացիան, այսինքն արտաքսման որոշումը, մենք ինքներս ենք նորից հերթական անգամ դիմել ԱՄՆ իշխանություններին, որ թույլ տվեք, մենք գնում ենք ձեր երկրից, մենք չենք ուզում մնանք ձեր դեմոկրատական երկրում, հաջողություն ձեզ, դե չկա։ Ուղիղ արդեն 10-15 օրը մենք նամակավոր գրում ենք, եմուս եք բան գրում, սիրային նամակ է, այդպես սիրային նամակը, որ մենք գրում ենք Վաշինգտոն, թողեք գնանք այն արդ, դե չկա, այս անգամ չկարա այս երկրի կառավարությունը, ասի գիտես, դու պիտի գնաս մենակ Հայաստան, քեզ խփած է դեպորտ, որ դու կարաս գնաս Հայաստան, չկարա, որովհետև այդ որոշումը կլուրեցին կողքին այն չինովնիկի քամակը, ով որ ուզում էր դա։ Հիմա լռություն է, հիմա թե երբ կխոսան, վաղ կխոսան, թե գողշապատ կխոսան, որովհետև չի կարող այս լռությունը երկար տևի, որովհետև ես մեկ այլ դատարանով դատ եմ տվել պետության, ասում եմ թողեք այդ համայ մարդ։ Դուք ուզում եք չես այդ համ, դե թողեք այդ համ։ Հուսամ մեկ այլ դատարան, ոչ միգրացիոն, կկայացնի օբյեկտիվ որոշում, կասես մարդ ուզում է գնա, թողեք ցույց հա։ Եվ ինչ թույլ կտան վերջապես դուրս գալ այս երկրից, ինչ թակ կերա ես եկա այս երկիր։ Ոչ ժողովրդական երկիր, ոչ ժողովրդավարական երկիր, ճակերտների մեջ այսպես կոչված, որտեղ իրոք հարգում են մարդու իրավունքները, որտեղ միգրանտներին չեն վերաբերվում այնպես, ինչպես 40-ական թվականներում վերաբերվում էին հրեաներին Գերմանիայում, որովհետև անմեղ մարդկանց շրջապատել ոտ, ձեռ, կնիկ, երեխա, մանկահասակ երեխա, 70 տարեկան կին, տարիքով պիծա եւ բոլորին լցել համակենտրոնացման ճամբարները եւ քաղաքակիրթ աշխարհի աշկարած դες բանա տեղում եւ ոստից չի անում չին ասում ինչ չեսա նույնը արվում էր Գերմանիայում երբ որ հրեաներին կողմ էին համակենտրոնացման ճամբարները աշխարհը լուր էր հիմա նույնը սրա կատարվում մարդկանց խցելով կողմ են համակենտրոնացման ճամբար չին ասում այ մարդ ուզում ես մարդ հետը դու այդ մարդուն հարցրել ես ընկերոջ դու ուզում ես գնաս բան թե ուզում ես երկրից գնալ մարդիկ ասում են եք ուզում եք այդ հանգ չեն թողում Լցել են համակենտրոնացում կնիկ, երեխա, մանկահասակ, ծծկեր, մենք եսա խայտարակություն ո։ Սաղալորություն, 21-րդ դարում նման բան, և ամբողջ, այդ օրը ցերեկով ջուր են փռեն մարդկանց արևից, չեմ, վերջում ասեն, այս մեկի ույան չենք ուզում խփենք, ուրիշին էին ուզում։ Ես չգիտեմ ինչ հասրա վերջնելու, շատ շնորհակալ ենք ես եկես, մենք ուզում ենք այդ հանք, հիմա տնանք հաջողվի թե չէ։ Պարոն Ղուկասյանից հնարավորություն կա դատավորին փոխելու թե ոչ։ Դատավորը չի ուզում փոխվի։ Մենք ուզում ենք, ինքը չի ուզում։ Չէ, ասում ես իրան շատ եմ սիրում։ Այո, որովհետև իրան որոշ մարդիկ ասել են դրա մասին, դրա համար ինքը ոտը ֆնդել է գերացի չուս։ Մեր դատավորը մեզի շատ է սիրում։ Ուրիշ։ Հաջորդը։ Վարդան ջան, իստես մի հատ հարց։ Դու բնակվել ես Ռուսաստանում, ինչքան գիտեմ, ունես գործող Ռուսաստանի քաղաքացիություն։ Ինչու՞ չեն քո փաստաբանները դիմում Ռուսաստանի Դաշնությանը, որպեսզի քեզ ասենք փոխանակեն մի հատ ուրիշ ամերիկացու հետ, որը ասենք Ռուսաստանի տարածքում ինչ-որ հանցագործություններ է կատարել։ Շատ դեպքեր կան, Ես ձեր հարցը հասկացա, Ռուսաստանի կառավարությունը անում է հնարավորինս եւ անհնարինը Վարդան Ղուկասյանին Ռուսաստան վերադարձնելու համար։ Ես շնորհակալություն եմ ուզում հայտնել Ռուսաստանի կառավարությանը դա մեկ, երկրորդը Վարդան Ղուկասյանը հանցագործ չի, որ իրան փոխանակեն հանցագործի հետ։
Վարդան Ղուկասյանը այս երկիրը եկել է լեգալ, այս երկրի հետ կապված ունի բոլոր օրինական փաստաթղթերը։ Ես չգիտեի, որ Միացյալ Նահանգներում դուք կարող եք ունենալ աշխատանքի իրավունք, դուք կարող եք ունենալ սոցիալական համար, քարտ, ամեն ինչ, վարչական իրավունք եւ այլն, բայց այդ օրենքով դուք համարվում եք ստեղ անօրինական։ Այսինքն գետնի տակով Մեքսիկայով մտածնելա անօրինական, դուք էլ որ վիզայով եկել եք, ժամանակին դիմել եք, բանկում հաշիվ ունեք, վարչական իրավունք ունեք, աշխատանքի իրավունք ունեք, եւս համարվում եք անօրենք։ Սենց օրենք ես ոչ միտեղ չի տեսել։ Եվ Վարդան Ղուկասյանը հանցագործություն չի գործել, որ անդադ հաղորդում էին խախտել միգրացիոն կարգը, Վարդան Ղուկասյանը միգրացիոն կարգ չի խախտել։ Վարդան Ղուկասյանը մինչև 2030 թիվը ունի աշխատանքի իրավունք, ստեղ ապրելու, մնալու իրավունք։ Ես ամեն ինչ ունեմ իմ մոտ նորմալ է։ Այն ինչ որ հիմա իմ հետ կատարվում է, սա աննորմալ է եւ բացի իմ հետ միլիոնավոր մարդկանց հետ, դու իմը ավելի քան ավելի է, որովհետեւ եթե որոշակի մարդիկ կռվի են անում, որ մնան այս երկրում, ես կռվի եմ անում, որ գնամ։ Տարբերությունը մեծ է։ Ես դատին տվեց երկրին, որ գնամ, բայց ես չի թողում այս երկիրը ես էլ թաղում, բայց ոչ էլ թողում ազատության մեջ։ Վարդան Ղուկասյանը քաղ բանտարկյալն է միջազգային բոլոր օրենքներով, ստանդարտներով, ամեն ինչով համապատասխան։ Եվ ռուսական կողմը բազմաթիվ անգամ դիմել է տուրին քաղաքացուն։ Սա չի տալի։ Դե քանի որ շատ երկար արդեն տևում, մոտ 17 ամիս նստած ես, այդ տարբերակն եմ ասում, էլի որ ինքուց ավելի լավ ամեն ինչ էլ քննարկվում է, ամեն ինչ էլ յանկանում են, ոնց են անում, ինչ են անում, ես չգիտեմ, բայց Վարդան Ղուկասյանը հանցագործ չի, Վարդան Ղուկասյանի փոխանակի հանցագործի։ Գիտեմ, հարցս ուրիշ բանի մեջ է, որ ասենք իրանք Ռուսաստանի հետ փոխանակեցին, ավելի մի հատ բասկետբոլիստկայի տվեցին իրանք, որ ասենք ստեղծել տեղափոխել չիմանալով, Ռուսաստանի զենք վաճառողին հետ տվեցին, որ ավելի խիստ հանցագործություններ էին կատարել, իրանք կարած իրար մեջ այդ հարցերը փոխանակում, իսկ քո դեպքը ավելի ինձ բանա, որ կարող է մի շաբաթվա մեջ այդ հարցը լուծենք, քեզի տան Դեպասորեն ես ավելի վտանգավոր պերսոն եմ վաճառող։ Ատից դուրս գալի։ Ինչ ասում։ Ապերություն Վարդան ջան, որ առաջ դուրս գաք, հայ ազգը ով քո հետ է, քեզի հարգում է, սիրում է, սպասում է, ուրախանան այդ ամեն ինչով։ Կուրախանան, մի օր կուրախանան։ Աստված մի օր կմնա մի օր։ Հա։ Ալո։ Այո։ Պարոն Ղուկասյան, նախ ուզում եմ ասեմ, որ անհապաղ ձեզ ազատում ու ամրություն եմ ցանկանում։ Շատ ուրախ եմ կրկին ձեզ լսելու ու կասեմ, որ շատ ամուր մարդ եք ու այդ ամրությունը ձեզ կօգնի հետագայիս բոլոր խնդիրներին ավելի դիմակայելու ու դուրս գալու ճակից։ Ճիշտ ասած, ես ինքս եմ ի վրա զարմացած։ Ես ինքս եմ ի վրա զարմացած եմ։ Դե մարդ ամեն օր կատարելագործվում ու ամրանում է, դրանով մարդու ֆենոմենն է, հայի ֆենոմենն էլ իր հերթին, ոչ ամենամեծ ծանրությունն ու բեռը իր վրա տանում է ի տարբերություն ամբողջ աշխարհի ոչ էլ տա։ Երևի հայի ֆենոմենն էլ դրա մեջ է կայանում։ Ճիշտ ասած, կուզեի մի բան համ հարցնել, համ պատասխան լսել ձեզնից, գիտեք ինչի է կապված։ Ինձ թվում է, որ այս ամբողջ Ղուկասյանի պրիմոյում 3 հատ հարց տվեցի։ Ամերիկայի բանտում հետը խոսացի։ Ալո, պրիմոյում այդ ուրիշ բարտիկ էլ հարցեր տա։ Ալո, ցույց թող մարդ հավարտի միտքը եւ հարցը։ Ալո, ես ճիշտ ասած մի բան կուզեի ձեզնից լսել, էլի կարծում եմ համակարծիք կլինեք։ Արդյոք չեք կարծում, որ այս ընտրությունների այս ողբերգական վիճակը, տոկոսով դեր ձայները, այս ամեն ինչը արդյոք կապված չի մեր երկրորդ մշակույթի անդունդի, արվեստի կրթության, գիտության ահավոր ցածր մակարդակից։ Այնտեղ մեկը խոսում է, խնդրում եմ հարգեք, այս մարդը թողեք, այս մարդը խոսա, կողքից մի խոսացեք։ Ալո։ Ես ուզում եի ճիշտ ասած հասկանալ, չեք կարծում, որ այս ամեն ինչը ցածր տոկոսները կրթության մշակույթի կոնկրետ Ես ոչ թե կարծում եմ, ես համոզված եմ։ Շատ ցածր մակարդակի հետ է կապված։ Գիտեք ինչ կուզեի, ես շփվել
Այսօր օրի աճող ռեստորանների, չգիտեմ, գեղեցկության սրահների ֆոնին շատ դժվար է առողջ գրագետ հասարակություն ունենալ ու կառավարել։ Օրինակ, եթե դուք ընտրվեք ղեկավար, ես իմիջիայլոց քվեարկել եմ ու քվեարկել եմ շատ մեծ սիրով ու երբեք չեմ փոշմանել ձեզ քվեարկելու համար։ Ուզեի անկեղծ իմանալ, օրինակ դուք ինչ լծակներ կկիրառեիք այս օրորի տիրող, օրորի առաջ գնացող այս վատ բարքերի դեմ ու կրթության առաջ գնալու, առաջ զարգանալու դեմ, որովհետև դուք ավելի տարիքով մեծ ու ավելի մեծ փորձ ունեցող մարդ եք ու շատ ավելի հզոր մարդկանց հետ եք ծանոթացել, իմացել, քան այս երիտասարդությունը, որը որ տեսնում է այս կադրերը։ Ուրեմն ասեմ, որ ամբողջովին համամիտ եմ դրա հետ, որ սա գալիս է կրթության եւ դաստիարակության պակասից։ Ես միշտ ասել եմ, իմ նախընտրական ծրագրում կար, որ մենք պետք է վերադառնանք այն տասնամյա միջնակարգ մասնագիտական կամ միջնակարգ կրթությանը, պարտադիր կերպով։ Այս 12-ամյա կրթությունը սա խայտառակություն է, եւ այն ծրագրով, այն կրթական ծրագրով, որը որ առաջնորդում է ողջ այսպես կոչված քաղաքակիրթ աշխարհը, ես չեմ ուզում իմ երկիրը գնա այսպես կոչված այդ քաղաքակիրթ աշխարհի ուղղությամբ։ Ես տենում եմ այդ քաղաքակիրթ աշխարհի վերջը ինչա, կամ բոմժ են, կամ նարկոման են, կամ բոլտիկային իրականության վատ կողմն է, որ ներկայացնում։ Այո, մենք չենք գնում այդ կողմը։ Մենք վերադառնալու ենք 10-ամյա կրթություն, հետ են բերելու սովետական միության կրթական ծրագիրը, որոշակի փոփոխություններով իհարկե, որովհետև ժամանակը արել է հագին բան եւ այլն։ Դպրոցը պիտի լինի պարտադիր համազգեստով, ոնց որ սովետի ժամանակ էր, պիտի առաջինից 10-րդ դասարան սովորել միևնույն դպրոցում, ոչ թե 2 տարից 4 տարից չգիտեմ ինչ, ուսուցչուհին պիտի լինի ուսուցչուհի։ Մենք այս ժամանակ մտածում ենք, մեր դասեք Մկրտչյան Լիդան կամ Սահակյան Ելիզավետան տուալետ գնում են, թե չէ։ Իրոք մենք չգիտենք այդ մարդը գնում է, թե չէ։ Ուսուցիչը պիտի դառնա աստվածային ծագում ունեցող կերպար։ Դպրոց պիտի վերադառնա ցուցափայտը գլխին ջարդելու իրավիճակը, երբ որ աշակերտը անդասիրակ է, երբ որ ընտանիքը չի կարացել երկու դասիրակի, պիտի դպրոցը դասիրակի, իսկ այն երեխաները, որոնք որ դժվար դասիրակվող են, չեն դասիրակվում փողոցներ, ուրեմն ամեն մարզում կլինի հատուկ դպրոց, որտեղ որ դրանց գիշերօթիկ կտեղափոխեն այդտեղ եւ հենց այդ նույն գիշերօթիկ դպրոցում կդասիրակվի ապագա սպա, ապագա զինվորական։ Այս գիշերային ակումբներ եւ այլն փակվելու են համատարած։ Երևանում չպիտի լինի գիշերային ակումբ, դու աշխատող մարդ ես, եթե դու մինչև ժամը 3-4-ը գնում ես նստում ես, խզղնում ես օբյեկտներում, ինչ-որ դելոնների վրա, վաղը դու ո՞նց ես գործի գնալու։ Իհարկե։ Այսինքն այս գիշերային ակումբը ես ուզում ասեմ, էլի։ Մի արկ, որը տալիս է Մարտիրոս Սարյան, Պարույր Սևակ, Վիլյամ Սարոյան եւ այլ գրողներ, մտավորականներ, արվեստի գործիչներ, ինքը իրավունք չունի, թեկուզ 30-40 տարյաց, ինքը իրավունք չունի հայտնվելու այս վիճակին։ Կան երկրներ, որոնք հայտնվել է այս կադրեր ունենալու, ու հիմա շատ վատ է, որ sense ողբերգական է դառնում։ Մարդիկ կան, որ խոսում են, ասում են, դե կրթությունն ումա պետք, ազգային կրթությունը ինձ ավել պետք չի այն նույն սովետի կրթական ծրագիրը, որով որ կրթվել ենք մենք։ Ավելի ֆանատիկ պետք չի, դա հետ է վերադառնում։ Այդ գիշերային ակումբներ, կազինոներ, գրողուսև ցավեր եւ այլն դրանք փակվելու են։ Ռեստորան ես ուզում իջև գիշերվա ժամը 11 գնա ռեստորան, 11-ից հետո գնա քոտոն կոկենիկը միրը թոբանսակեն վերենքի դապի։ Վերջ փակվելու են։ Գիշերային օբյեկտ, կազինոներ, խրախտանքի վայրեր, չգիտեմ, տոտո, մոտո, բուկինինգ, այդ ամենը չի լինելու։ Ով խաղաց սովետի ժամանակ կար, չէ, 15 սուտկա կալանք։ Ղրկելու ենք 15 սուտկա կալանք։ Ուրիշ ծեր դու չես կարես ազգին հետ բերես։ Չի լինի, հնարավոր չի։ Ժողովուրդը այսպես այո, ոչ, ցուցափայտ չի լինի։ Կալանք, գնա 15 սուտկա կալանք զավոդում աշխատի։ Փող հատուցել այլևս դու խոմար չխաղաս։ Որպեսի շատ խոսացողներ կան, կարճ ասեմ, դեռիվ ընդունում եմ, Սովետ միության ժամանակ այդ ծրագրերը, որ դնում իրականացնում են, շատ լավ փայլուն ծրագրեր են, թե մարդիկ ինչ են բողոքում Սովետ միության դրած ծրագրերից եւ անկեղծ չեն։ Բողոքում են, որովհետեւ ազգային էր։ Սովետին ասում են ազգային պատկանելություն չկար, սխափում են։ Վեկալ 88 թվի, որը սովետական միություններ է, 88 թվի օպերայի միտինգների կադրեր նայի ու այսօրվա միտինգի կադրերը, երբ որ Ղարաբաղ տվին, երբ որ
գիրանց ու բերձոր տվին, երբ որ Տիգրանակերտ են ուզում տան, երբ որ ասում են Արարատը մերը չի, երբ որ ասում են ցեղասպանություն չի եղել, տես մի հատ մարդ հլմա փողոց, սրանք սովորել են դրոցներում, նրանք սովորել կապեք սաղել հարց ունեն։ Վերջացնում եմ ես վերջացնում եմ, հարգելով բոլորին, ես հեսա վերջացնում եմ։ Ասացիս հավելում ուղղակի մի բան ասեմ, որ Թումանյանի տուն թանգարանը այս քանի տարի է չի գործ։ Ու ամբողջ Թումանյան փողոցում կաֆեների արկայությունը ընտիր է, բայց մի հատ Թումանյանի տուն թանգարան մարդ, որ ամբողջ կյանքն է նվիրել հայրենիքին ու ազգային հերոսի կարգավիճակ ունի, այդ You have 1 minute remaining. Սերնդի համար մեր ժամանակն ավարտվեց։ Ես ներողություն եմ խնդրում, բայց մենք վերադառնանք ուղիղ 30 րոպեի։ Մենք վեկալում ենք բանը պաուզա 30 չէ, 15 րոպեից, որովհետև հիմա մեր մոտ հաց ուտելու ժամը, այսպես ասած։ Ուղիղ 15 րոպեից մեր ուղիղ եթերը կշարունակվի։ Ժամանակը հիմա ձեր մոտ 9:30-ը, 9:40, 45 ես կվերադառնամ։ Ալո ժողովուրդ ջան, մենք վերադարձանք, ուղիղ եթերում ենք, հաջորդ հարցը։ Ալո։ Այո։ Բարև պարոն Ղուկասյան։ Բարև։ Պարլամենտական ընտրությունները Հայաստանում վերջացան։ Պարլամենտ անցավ Սամվել Կարապետյանը, մեկ է Ռոբերտ Քոչարյանը։ Հարցս հաջորդն է։ Դուք կուսակցությունը ձեր գլխավորությամբ ինչ քայլեր պետք է անի, սպասելու հաջորդ ընտրություններին, թե ուրիշ քայլեր ունեք անելու, որ ժողովուրդը ազատվի այս իշխանությունից։ Շնորհակալություն հարցի համար, ոչ, մենք չենք սպասելու ինչ-որ 5 տարի հետո կամ 4 տարի հետո, նախ ասեմ, որ ես ասել եմ, այս պարլամենտը երկար կյանք չունի, ադիք մեկ։ Երկրորդը, մեր քայլերը կլինեն բայն ժամանակ, երբ որ ես հայտնվեմ ազատության մեջ, որովհետև առանց իմ ազատության մեջ գտնվելու ոչ մի բան հնարավոր չի ձեռնարկել, բոլորս շատ լավ հասկանում ենք, այդ թվում նաև այս գյոզալ երկիրն է այդքան բան հասկանում։ Եվ մենք փորձում ենք դա լինի մաքսիմալ արագ, որովհետև եւ ձեր կողմից նշված Սամվել Կարապետյանը եւ ձեր կողմից նշված Ռոբերտ Քոչարյանը չունեն ոչ այն այսպես ասած վստահությունը, ոչ այն հարգանքը, ոչ այն արժանապատվությունը, որով որ կարողանան ինչ-որ մի բան անել։ Սամվել Կարապետյանի դեպքում ինքը մտավ պարլամենտ շնորհիվ ընտրակաշառքների, որ ինքը բաժանեց, ահռելի գումարներ բաժանեց եւ ժողովուրդը մազավ այդ գումարին վերցրեց ու գնաց ընտրեց, հիմա ընկավ քաքը, որովհետեւ Սամվել Կարապետյանը ոչ ցանկալի անձա եւ Ռուսաստանի համար, նամանավանդ դեր մի վաղ հոդվածի դրացա, ոչ Հայաստանի համար, ոչ էլ ինքը բացառակ մտածում է Հայաստանի մասին։ Իա ուշքումիցը, իա բիզնեսները լավ լինի։ Նույնն էլ ուզում են անել դոդը, որ իա համար լավ լինի, բիզնեսները լավ լինեն, հենա Հայաստանի կառավարությունը օգտվեց նրանից, որ այնպիսի ռադիկալ անդիմադիր ուժ ինչպիսի ես եմ, բազմաթիվ անգամ հայտարարեց, որ դոդը պիտի կուլակաթափարվի, դոդը իրավունք չունի ներթափանցելու քաղաքական աշխարհ, այնա բռնի մոր մշարին ցինցակը, հիմա իշկա ձեռից առնում են, շատ ճիշտ են անում, որովհետև ես եմ իրանց ձեռից նորից առնելու եւ պետականացնելու կամ ազգայնացնելու։ Այդ թվում նաև Սամվել Կարապետյանի եւ Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքները, որովհետեւ եթե դոդը բիզնեսմենի քողի տակ այս ամենը ինչ-որ արե դրե թալանելով, կեղեքելով եւ այլն պետության հետ համագործակցելով, բայց Ռոբերտ Քոչարյանը ինչի քողի տակ բանը պապնուտատն են միլիարդատեր, որ Էրեբունի պլազա, Արշինին վեստանք, Համխիշենք, Զավոդնիկ, Այրոպորտնիկ, որտեղից։ Դա Ռոբերտ Քոչարյանի կողմից չի գնում, որտեղ այդ մարդը հնարավոր պարում է իշխանության դուդուկի տակ։ Նույնն էլ հացաբուլկեղեն, հենա խտրեմ։ Եթե մի ընդդիմության լիդեր պիտի լինի հացաբուլկեղենը, ինչ է եթե մի անունը նարեկ, ինչ է դեմքին նայում ես կատարյալ օլիգոֆրենիկ, կատարյալ, իմբիցիլ, բայց անգամ բանակ չծառայած։ Հիմա էլ ինչքան հոդված կա քերական է տորեն գրքի մեջ, այն քորպշոն գլխավոր դատախազության պորնո աստղը կուլուրե կողելա կամագը։ Էնի կարելա բտա, չէ։ Այդտեղ տես մարսապետք, որը որ փաթած ունի բոլորին։ Փաթած։ Դա կլինի Նիկոլ, դա կլինի Սերժ, դա կլինի Ռոբիկ, դա կլինի Տաշից։ Մեր հարևան օղորմածիկ Զոյայի ասած բոլորին դնեմ Լակիրովնի դագաղը։ Բոլորին պիտի փաթած ունենա։ Ֆանատիկ, ռադիկալ ֆանատիկ,
որը որ տրամադրված է այդ իրականացնելու չի մաքրում։ Այդպես մենակ Վարդան Ղուկասյանը խտրում եմ, այդքան մարդ է մեզ լսել։ Թո մեկ կրնի ասի չէ, ստամես, այդ Յանոսյան լովալոց էր ասել լրագրողի ստամես։ Այս մարդը լա ռադիկալ։ Մեկ անունը տվեք։ Մեկ անունը տվեք, ես ներողություն խնդրեմ։ Չկա գոյություն չունի։ Ամեն ինքը մտածում են իրանց ջեբի մասին։ Վարդան Ղուկասյանը անտեր շունա, ոչ եթիմներ ունի, ոչ խրամիներ ունի, մի հատ մերա ու վերջ։ Այդ խշկնիկն էլ, այդ որ ասում է իմ դարդից աստծու չարչարանքն է քաշում տանջակը 18 ամիս մնացած այս ասած միայնակ առածիա տու։ Ինչի համար մեկը չգիտենք։ Այսինքն գիտենք, բայց մենք հույս ունեինք, որ սա ժողովրդավարական երկիր է եւ օրենքի երկիր է, անմեղ մարդիկ բանտերում չեն հայտնվում, բայց հիմա ես տեսնում եմ, որ բանտերում ավելի շատ անմեղ մարդ է նստած, քան թե մեղավորնիկը քաչես կերե, նարկոտիկայից է, բոնդով գրավով թողում են, իսկ էմիգրանտներին ոչ, ասում են մնացեք ու փդեք, համայնքենացման ճամբար։ Ես հույս ունեմ, որ իշխանության վերջը ստեղի մի օր կգա, կամ ինչ-որ մի բան տեղի կունենա, մենք դուրս կպրծնենք, կհեռանանք այս չքնաղ երկրից եւ կանանցանանք ասեն այն ինչին, որ մենք պիտի տանադառնանք, որովհետեւ այն բոզի տղեն, ումը որ սրանք Հայաստանի ժողովուրդը ներողություն կառավարությունը տաշառել է, այդ բոզի տղեն խնամքով հələ որ պահում է Վարդան Ղուկասյանին։ Հիմա ամեն ամիս են մուծվում դրա համար, 3 ամիսը մեկ են մուծվում, ոչ են մուծվում, բայց մուծվում են։ Ով է այդ չինովնիկը մի գեղեցիկ կպարզվի, որ ով է Վարդան Ղուկասյանին 18 ամիս պահել ապօրինաբար կալանքի տակ։ Կպարզվի, դա կպարզվի։ Բայց մինչև ես դուրս չկամ, ոչ մի բան չի կարող տեղի ունենալ, դա միանշանակ։ Ցավոք սրտի։ Շնորհակալ եմ հարցի պատասխանի համար, Վարդան Ղուկասյան։ Ձեր ջան բարևներ Համլետ Ղուշյանից Մոսկվայից, ձեր շուտապույտ արտադրություն սպասում ենք Մոսկվայում։ Համլետ Ղուշյանն էլ առողջություն, ամենակարևորը։ Մերսի, հաջողություն ձեզ։ Հաջողություն։ Ալո։ Ալո։ Ժողովուրդ, խնդրում եմ մի փոքր արագ։ Սոթը չունենք դիլ հաստավող, երել տեխնիկական խնդիր է չեն կարում հաստան։ Ահա։ Ալո։ Այո, լսում ենք ձեզ, ասեք, մեր ժամանակը սահմանափակ է։ Ալո։ Ալո։ Լավ, ոնց հասկացա վերջ, հիմա տեխնիկական ացերուն չեմ կարող հասկանամ, կփորձենք եկող շաբաթ եւս նման մի բան կազմակերպել, եթե հետ ունեցանք դրա հնարավորությունը։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել բոլորից, բոլոր հարցնողներից, մասնակիցներից։ Այսօր մի փոքր տեխնիկական պատճառով մենք ուշ մտանք եթեր, եկող շաբաթ կամ մյուսը ավելի նորմալ կլինի երևի։ Ալո։ Ալո։ Ահա, ասեք։ Ալո։ Մի հատ հա լսում եմ, ասեք։ Ալո, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես շատ ուրախ եմ, որ ձեր հետ խոսում եմ, պրոստը, ես չգիտեմ, չէի էլ հավատա, որ կարող եմ ձեր հետ խոսել։ Ձեզ քաջ առողջություն եմ ցանկանում ու ուժ եմ ցանկանում, ու միշտ չգիտեմ, դաժե բարապաշարել, չգիտեմ, պրոստը դու եթե բան ես ասելու ավելի լավ ազատ արտահայտի, պետք չի կուլտուրական, որ բառապաշարել է սենց կախվի պահիտակ ուզում, ազատ։ Ցանկանում եմ առողջություն ու պինդ եղեք, ուժեղ եղեք։ Շնորհակալ եմ, փոխադարձ։ Վարդան Ղուկասյան ուժեղ է։ Հա, ցույց, դանդաղ քակայվեն։ Վարդան Ղուկասյան ուժեղ է։ Ադե դանդաղ թոմերվեն։ Մնացածը թող կրկնվեն։ Մերսի։
Եղավ, շնորհակալություն ժողովուրդ ջան։ Մնացեք, մեն որ ասում եմ բարյավ։ Համբերություն բոլորին, հաջողություն։